Մեր երկրում վերջի ժամանակները տեղի ունեցել շինարարական բում, որը շատ լավ լուր է։ Չնայած աղտոտվածությանը ես որպես տնտեսագետ, ես ուրախ եմ շինարարական բումի համար, բայց կա խնդիր։ Աշխատավարձեր տանգին հարաբերակցությունը շատ մեծ է։ Որպեսզի աշխատող մարդը կարողանա տուն գնել Հայաստանում, տասնյակ տարիներ են պետք, որպեսզի նա կարողանա փակի տան հիպոթեկը։ Մենք առաջարկելու ենք ներդրումային ծրագրեր այն շինարարական ընկերություններին, ովքեր ուզում են ներդրում կատարեն Հայաստանում։ Հողը տալու ենք անվճար, գազը, լույսը, ջուրը տալու ենք անվճար, դրա դիմաց երկու պայման։ Առաջինը կամ այդ շինարարները վճարելու են բնակարաններով, այսինքն կառուցում են բնակարանների այսքան տոկոսը տալիս են պետությունը, հետո էժան գներով տալիս է իր քաղաքացիներին, նոր երիտասարդ ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին։ Երկրորդ տարբերակը իրենք են վաճառում այն գնով, որը որ ֆիքսում է պետությունը։ Դա հնարավորություն կտա մարդկանց համեմատական իրենց տան վարձի վերցնել հիպոթեք։ Տների գինը էժան կլինի երիտասարդ ընտանիքների համար։ Մեր շատ երիտասարդներ չեն ամուսնանում, փոքր տղաները չեն ամուսնանում, որովհետև տուն չկա, տան խնդիր կա։ Ըստ հարցումների Հայաստանում ընտանիքները երրորդ եւ ավել երեխա չեն ունենում։ Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, ուր մայրաքաղաքում ավելի շատ երեխա է ծնվում ընտանիքներում, քան գյուղերում։ Ամբողջ աշխարհում գյուղերում ավելի շատ երեխա է ծնվում, քան մայրաքաղաքում։ Հայաստանը ուրիշ ունիկալություն ունի։ Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած ընտանիքներում ավելի շատ երեխա է ծնվում։ Մեր ազգը ունի մարտահրավեր։ Մեզ պետք են մեծ ընտանիքների համար մեզ պետք են բնակարաններ, տուն, մարդկանց համար տուն, որը մենք ապահովենք այս ծրագրով, 5-րդ ծրագրով։